Մասը եղել է Գյումրիում, Արտիկ համայնքում, կողքի գյուղերով ընդհանուր համայնքում եւ Ախուրյան համայնքում մի աշխատանքային խմբեր են ձևավորված մարզպետարանի համապատասխան մասնագետների եւ համայնքների մասնակցությամբ շրջում են համայնքի չնայած մենք երեգել առաջի օրն էլ մեր գործընկերների հետ տեղում նայել ենք պատճառված վնասները եւ հիմի այնտեղ հենց հիմի այնտեղ արդեն աշխատանքներ են տանում փորձում են հասկանալ, գույքագրել ինչ ծավալի վնաս է հատուցվել, բայց դա վերաբերում է շինություններին։ Ցանկատարածների հետ կապված գյուղատնտեսական նրբություններ կա, որ 1-2 օր անցնի, որպեսզի արևը խփելուց հետո հասկանալի դառնա, թե այդ դաշտի որ մասն է վնասվել, որ մասը չի վնասվել։ Մենք հիմի այն փուլում ենք, որ գույքագրում ենք բոլոր խնդիրները ինչ տեղի են ունեցել, ֆինանսական հաշվարկներն է արվում, թե շինությունների, թե ցանկատարածներն արդեն մի քանի օր հետո մենք կունենանք համայնքներից ստացած պատկեր, ըստ այդմ ամբողջական մարզի պատճառված վնասը կունենանք ու բնականաբար կուղարկենք կառավարություն ու մեր կառավարության գործընկերների հետ կսկսենք բանակցել արդեն լուծումների համար։ Գյումրիում ինչ վնասներ են եղել։ Նախնական պայմանավորվածություն կառավարության հետ, թե հասցված վնասի փոխհատուցման ինչ-որ տարբերակներ կլինեն, թե չէ։ Հենց այդ կարելի է փոթորիկել ասել, փոթորիկի ժամանակ անմիջական կապի մեջ եմ եղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Խուդացյանի հետ, կապի մեջ եմ եղել Արայիկ Հարությունյանի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, մենք ընդհանուր պատկերը պետք է ունենանք, որ կարողանանք հասկանանք ինչ լուծումներ է հնարավոր տալ այս խնդրին։ Ձեր հարցին Գյումրիում ինչ վնասներ կան, Գյումրիում բազմաբնակարան շենքեր կան, որոնց տանիքի մի հատվածը Շիրակացի փողոցի վրա ունենք, Սովխոզ Թբիլիսյան խճուղի ունենք, տանիք ու նաև շարունակում է գույքագրվել, դա նրանք են, որոնք տեղեկություն ունեին։ Թատրոնի շենքի տանիքից են դիտեղներ փողված, նաև 27-րդ դպրոցին է մեծ վնաս հասցվել, նաև 27-րդ դպրոցը, որ երեք այցելել էինք, ոչ միայն տանիքներ, նաև արդեն այդ սպորտ տալիջից տանիք, որ տարել էր, նաև ջուրը լցվում էր սպորտ տալիջ, այնտեղ էլ նաև տալիջի վերանորոգման խնդիր ենք ունենալու։ Ոստիկանության շենքն է վնասվել, քրեական ոստիկանության շենքն է վնասվել, այն էլի շատ բաներ կան, որոնք այս պահին մի չեմ մտաբերի, բայց գույքագրվում է համայնքապետարանները զբաղվում են այդ աշխատանքով մեր աշխատակիցների հետ, որպեսզի ամբողջական պատկերն ունենան։ Փառք Աստծո մենք չենք ունեցել շտաբօգնության կայան հենց այդ գիշերը մարզպետարանում ունեցել ենք աշխատանքային քննարկում, մեր խումբը աշխատել է, շտաբօգնության ոչ մի կանչ չենք ունեցել փառք Աստծո, չենք ունեցել նաև հիվանդանոցներ դիմաց քաղաքացիներ, նման փոթորիկ կարելի ասել ունենալուց հետո փառք Աստծո, որ որևէ մեկին վնաս չի պատճառվել, գազատարերի հետ կապված վտար չենք ունեցել, արդահոսք չենք ունեցել, ունեցել ենք միայն թեքված հենասյուներ, որոնք այդ խողովակներն են պահել, հոսանքի հետ կապված խնդիրներ ունեցել ենք Արտիկ համայնքի մի քանի գյուղերում հոսանք չի եղել, Գյումրի քաղաքում տարբեր տեղեր հոսանքներ չեն ունեցել, բայց դա ամբողջը կարգավորվել է արդեն։ Ջրատար համակարգերի հետ կապված, պարոն մարզպետ, սա արդեն երկրորդ անգամ է ցույց է տալիս փորձը, որ Գյումրին ունի ջրատար համակարգեր, որի պատճառով որ հեղեղումներ, ջրահեռացման համակարգեր, հիմնականում այդ դեպի քաղաքից դուրս եկնող կամուրջի ինչ որ քայլեր, որպեսզի նմանատիպ կանխարգելվի աշխատանքներ։ Այսինքն այդ ժամանակավոր լուծում չտրվել, մի քանի տարի առաջ տրվեց ժամանակավոր լուծում, այստեղին նրան այսքանները ապացուցվեց, որ ժամանակավորը պետք չէր։ Դե համաձայն եմ միանշանակ այդ խնդիրը կա ու Գյումրին ընդամենը մի ելք ունի դեպի Երևան կանացող, որ այդ Գարեգին Նեժդեի հրապարակն է, այնտեղ պարբերաբար բոլոր գյումրեցիներս գիտենք շատ լուրջ անձրևների պարագայում այնտեղ անացանելի է դառնում։ Կարգուտի հետ կապված այս պահով չեմ կարող հստակ ասել հեղեղատարներն են խնդիր, որտեղ կարգուտի պարագայում արդեն ինքը ջուր չի, նաև խծանում է, ցամպես սառույց է կանգնում։ Ամբողջ Գյումրու տարածքում վստահ եմ, որ մեր հեղեղատար խողովակների երևի թե
ոչ նոր փոխվածների մասին է խոսքը, 90%-ը սովետի ժամանակվա փոխած խողովակատարներ են, հեղեղատարներ են, որոնք միանշանակ լավ վիճակում չեն, մենք նույնիսկ Գյումրի Գետակն ունենք հաղթանակ զբոսայգու տագը, որը հեղեղատարը չենք մեծ բան է, բայց կարելի ասել խծանված է ու հետո մահագրման աշխատանքների խնդիրներ ունեն։ Այո, իրավիճակը այդքան էլ լավը չէ, բայց լուծումները հենց այն են, որ մենք նոր ճանապարհներ կառուցելուց գոնե այն հատվածները, որը նոր է կառուցում, այդտեղի հեղեղատարերը դե ամբողջությամբ փոխվի, բացի փոխվելուց էլ նաև նախագծողներն ու շինարարները դե հասկանան, որ այդտեղ այնպես նախագծեն, հաշվի առնելով քաղաքի մեծությունը, նաև ես ճարտարապետ չեմ, շինարար չեմ, բայց պատկերացնում եմ նաև դե հաշվի առնեն Գյումրու բնակլիմայական պայմանները, անձրևի չափերը, նաև թեկությունները փողոցների, թե որ փողոցներից է վերջում այդտեղ կուտակվելու, հենց այս է խնդիրը, որ ասում եմ, որ շինարարություն անելուց պետք է ինքս շինարարություն անենք, որ հետագայում խնդիրներ չառաջանան։ Դպրոցների տանիքներ է փոխվել, շենքերի տանիքներ է փոխվել, այդ շենքերի տանիքներն ու դպրոցների տանիքները, թեկուզ մասնավորների տանիքները, որ կառուցել են, տեղեր կան, որ նայում ես ժեշտամորչությամբ նոր փոթիտելները փոխված են տակի փեդը, հին փեդերը։ Չի կարելի նման ձևով շինարարություն անել, որտեղ էլի եմ ասում, այդ դպրոցներն ու մանկապարտեզներն ու շենքերը մեր երեխեքի համար են, մեր տարեցների համար են։ Այդ նման բաների համար եմ ասում, որ ոչ մեկ երաշխավորված չի վաղը ինչ տարերային աղետ կունենանք ու այդ աղետի պատճառով ով կտուժի։ Պարոն Արշանյան, մյուս տեղանքներում ինչ վնասներ կան խոշոր։ Պատղատու այգիներից մի քիչ առաջ եմ տեղեկություն ունեցել, տեղեկություն ստացել, որ Պատղատու այգի էլ կա, որը վնաս է կրել, այս պայթերությամբ չունեմ տեղեկատվություն, բայց գույքագրվում են նաև դրանք, հիմնական խնդիրը ցանկատարածքներն են, էլեկտրացիոն կայանում ենք եղել, որտեղ եւս կան մշակաբույսեր, այսինքն իմ պատկերացմամբ ինքը երակով է գնացել, որ հատվածով անցել է, այդտեղ վնաս տվել է, որ հատվածով չի անցել, վնաս չի տվել, հիմնականում ցորեն, կարի, այդ մշակաբույսերն են վնաս կրել, ել եմ ասում, այսօր վաղը կանցնի եղանակային պայմանները թույլ կտան նաև այդ մի քանի օրը կանցնի, որ կարողանանք արդեն դաշտում հասկանալ, թե որ հատվածն է ինչ տոկոս է կազմել դաշտին պատճառված վնաս։ Հակակարգտային կայանները գործել են։ Հակակարգտային կայանները գործել են, բայց այն ամբերը, որոնք եղել են, այս իրեկարներն էլ կարակ էինք աստատ կարգուտը գալու էր էլի։ Այդ հակակարգտային կայանները, որպես այդպիսին, իրանք փոքր ամբերի համար են, այն ինչ պատկեր ունեցել են, միանգամից մտնել է սև ամբը եկել է, այդտեղ ոչ մի բան կարագել է, բայց արդյունքը բնականաբար չկա։ Ապահովագրված չէ փաստորեն, ցորենը քարին այս տարի ոնց որ ապահովագրությունից դուրս էր մնացել եւ ժողովուրդը բողոքում էր, ասում են կարտոֆիլը օրինակ ապահովագրել են, բայց ցորենը քարին հնարավոր չի եղել։ Հենց կարկուտից ապահովագրված չէ, երաշտից ապահովագրել են, կարկուտից չէ, սա ոչ մի խնդրեմ, արդյոք այս կաշկի փոխհատուցում, որովհետեւ անհամեմատ մեծ կլինի ծավալը ենթադրվում է։ Այո, ծավալը մեծ կլինի, նաև գիտեք Աբարանին էլ գումարվեց, այնպես չի որ մենակ Շիրակի մարզում է, Արագածոտնի մարզում էլ մենք այս խնդիրն ունենք։ Ինքը պետական աջակցման ծրագիր է նաև ապահովագրության այդ ծրագիրը, մի չեմ կարող ասել, թե ինչի համար մեջը պայմաններ փոխվեց, բայց պետական շատ ծրագրեր կան, որոնք արդյունավետությունից ելնելով կամ որոշ ժամանակ հետո հաշվարկներ արվելուց հետո փոփոխություններ են տեղի ունենում, ես չեմ կարող ասել, թե ինչ ներքին հաշվարկներ են եղել, որ կարգուտը դուրս է եկել, ենթադրենք երաշտը մնացել է։ Պարոն Արուշանյան, Վարդան Ուգասյանին օգնության ձեռք էին մեկնել ռուսական ռազմաբազայից ու նման լուրեր տարածվեցին, որ քաղաքացիական պայմանագրից շատերը նեղվել են այդ փաստից։ Ոչ թե լուրեր տարածվեցին, շատերը գրառումներ նաև կատարեցին։ Ես ծանոթացել եմ այդ տեղեկատվությանը ինտերնետից, համացանցից, միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Շիրակի մարզով մեր համայնքները իզորու են միայնակ լուծել իրենց առաջ կանգնած խնդիրները, մանավանդ այս խնդիրները այն 88 թվի երկրաշարժը չի, որ այլ մեր հարևաններից ու բարեկամներից օգնության կարիք ունենանք, միանշանակ նաև շնորհակալ եմ մեր գործընկերներին, որոնք փորձել են աջակցել, բայց վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իզորու է
իրեն առաջ տրված խնդիրները թեկուզ անսպասելի բնակլիմայական պայմաններից ելած իզորու է ինքնուրույն լուծելու։ Պարոն Հարոշանյան, մի հարց։ Մենք տեսանք ձեզ Ոսկանյանի հետ։ Գյուղում շրջեցիք, չկար քաղաքային իշխանություններից որևէ մեկը ձեր հետ։ Չի ստացվում աշխատանքը։ Ի վերջո սա այնպիսի, այսպես ասած, աղետ է, որ Գյումրի քաղաքը ևս դուժել էր եւ քաղաքային իշխանությունը ինչքանով է հաշվետու մարզային իշխանության, ինչու չկային քաղաքային իշխանության ներկայացուցիչներ ձեր շրջայցի ժամանակ։ Նախ մարզպետարանի աշխատակիցները բոլորը կապի մեջ են համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցների հետ, հենց այդ գիշերներ փոխմարզպետ պարոն Հովհաննիսյանը մեր խորհրդականների հետ շրջել է, նաեւ կոմունալ ծառայության աշխատակիցների հետ է կապի մեջ եղել, նաև հիմի մարզպետարանից արդեն կրությունները գնացել է բոլոր համայնքապետարաններին, որ գույքագրեն քաղաքացիների խնդիրները, որ հետո ներկայացնեն մարզպետարան, նաև ես երեք եղել եմ Գյումրիում, ճիշտ է մի քանի վայրերում, նաև թատերական հրապարակի են մեր Եղևնի անկած ժամանակ կոմունալ ծառայությունը գործ էր անում, թե ինչի չէր մասնակցում Գյումրու քաղաքապետարանը, գուցեև խնդիր կար, թե ով է շրջայցանելու մարզպետի հետ, գուցեև մտահոգություն կար, որ խորհրդականները կարող են մասնակցեն, իսկ այդ խորհրդականները ինձ համար խիստ խնդրահարույց է։ Պարոն Հարոշյան, Եղևնիների մասով նշեցի քաղաքի տարբեր հատվածներում են եղևնիների ուսումնասիրել է, դրանք ծեր ծառեր են եղել, թե որովհետև եղևնիների խնդիրներ քաղաքում միշտ քննարկվել է ու դրանց հասցված վնասները նաև մեքենաներ կային։ Այդ առումով համաձայն եմ ձեր հետ, այստեղ հենց այն խնդիրն է, որ մեր համակարգացիները, քաղաքային իշխանությունները պիտի չվախենան ռեֆորմներից ու գնան համարձակ ռեֆորմների ու չտրվեն մեր քաղաքացիների այն չասեմ մանիպուլյացիա, որովհետև իրենք էլ իրենց պատմություն ունեն յուրաքանչյուր Եղևնու հետ կապված, բայց այդ Եղևնիներն արդեն վնաս են ներկայացնում։ Ոչ միայն էսթետիկ տեսքն է խաթարված, թե թատերական հրապարակի, թե կենտրոնական հրապարակի, նաև իրենք իրենցից վտանգ են ներկայացնում, որոնք հենց այսօր հենց այդ օրը մենք տեսանք Փարքասու մանավանդ, երբ որ այդ միջոցառում էր կազմակերպվել, որտեղ հարյուրավոր մարդիկ կային ու այդ Եղևնին այս կողմ թեքվելու տեղը այն կողմ թեքվել, մենք այդտեղ լուրջ վնասներ էինք մարդկային, չասեմ ինչեր հնարավոր է լինել։ Այո, պիտի գնան քաղաքային իշխանությունները այն ուղղությամբ, որ կարողանան ռեֆորմներ անել ու այդ Եղևնիները, որոնք արդեն վտանգ են իրենցից ներկայացնում, այդ Եղևնիները փոխեն։ Բայց դա չի նշանակում, որ Եղևնիները պիտի հատվեն, Եղևնիները պիտի փոխարինվեն այլ Եղևնիներով կամ այլ ծառերով, որ ծառերը պիտի չլինեն։ Երեք մենք տեղում եղել եմ, խոսել եմ կոմունալ ծառայության աշխատակիցների հետ, քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որոնց փոխանցել են, որ մարզային իշխանությունները որևէ խնդիր չունեն այս Եղևնիների հետ կապված, ընդհանրապես փտած ծառերի հետ կապված, մենք ընդհանրապես խնդիր չունենք, բայց խնդիր ունենք դրանք փոխարինելով ոչ թե ստանդարտ շիվերով, որը ծառ-տնկելուց բերում տնկում ենք, այլ մի քիչ ավելի թանկարժեք ու արդեն սաղարտը վրեն, արդեն արմատ գծած, մի քիչ մեծոց ծառերի հետ պիտի փոխարինվեն միանշանակ, որտեղ իշքան էլ ասենք մենք այդտեղ պատմություն ունենք, իշքան էլ մեր ավագ սերունդն ասի այդ մեր ժամանակվա Եղևնիներն են, բայց մենք մինչև մի խոսում ենք իրանց էսթետիկ տեսքից, բայց հիմա արդեն կարելի է խոսել նաև վնասից, վտանգավորությունից, որը կարող են մարդկային առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Իրենք երեք էլ ստուգել ենք, իրենք իրականում այն ծառերն են, որոնք պիտի փոխարինվեն։ Ինչով փոխարինեն, եթե ոչ Եղևնիներով։ Ես կողմ եմ մասնագետների վերլուծությանը, ես չեմ ուզենա, որ ես ինքս որոշում կայացնեմ կամ քաղաքապետը կամ այլ
պատկան մարմիններ որոշեն թե այդտեղ ինչ ծառ է լինելու։ Եթե հիշում եք կենտրոնական հրապարակում քաղաքապետարանի դիմաց երբ որ կանաչապատում էինք անում, այն ժամանակ մենք դիմել էինք մասնագետներին, որոնք ընտրել էին ծառները, բուսատեսակները, որ Գյումրու բնակլիմայական պայմաններին համապատասխան լինեն եւ հետագայում խնամելը Գյումրու համար ավելի հեշտ լինի։ Հիմա այդտեղ թող մասնագետները որոշեն, նաեւ դեր խնդիրներ, որ կարիք կունենան հանրային բաց քննարկումներ անելու, որովհետեւ հասկանան ինչ ծառեր են այնտեղ տնելու։ Մի եղևնի կլինի, թե այլ ծառներ կլինեն, ամեն դեպքում իմ խնդիրներն է, որ այդ մեծ եղևնին չկտրեն, տեղը բերեն, ինչպես միշտ, ասես բարակ շիֆ տնեն, այդ շիվն էլ բնականաբար չի աճելու, տեսեք քաղաքապետարանի դիմացի այդ ծառները բոլորը բռնել են, բոլորը աճել են, մեծացել են, սաղարթ տվել, որովհետև այդ ծառները մենք շիվ չէինք բերել, բերել ենք ծառներ, որոնք սաղարթ տրվել։ Ամենափրկի պուրակի շատ բաները երկով որսարկվեց հաճելի վայր է դարձել։ Ես ուզում եմ մանուկ մարզպետարանը ունի որոշակի դրդակներ այդտեղ ներառվելու կամ հսկողություն սահմանելու, որպեսզի կրպակներ չհայտնվեն առևտրի տաղավարներ, որովհետև արդեն հայտնվածներ կան եւ մենք գիտենք, որ Գյումրիում եթե մի բան լինում է, շարունակությունը լինում է այնպես ինչպես կա ամբողջ քաղաքում։ Դե ով է դրա պատասխանատու։ Պատասխանատուն Գյումրու քաղաքապետարանն է, այդ այգին ու պուրակը տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի մի մասն էր, նաև Տերյան փողոցը, Սլավոդկա թաղամասի փողոցները, ամբողջը տարածքային ու նաև պուրակը եւ այդ ֆոնտանները շատ գեղեցիկ, տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով ամբողջությամբ կառուցված պուրակ եւ ամբողջությամբ կառուցված փողոցներ են։ Այդտեղ անթույլատրել մանավանդ եկեղեցու հարակից տարածքում էլ անթույլատրել են տաղավարները, որոնք տրվում են։ Ես ասում եմ Գյումրին առաջ պետք է գնալ, ժողովրդի կանեք ցակենք որ հետ էր, դա չէ, լենական առաջ պետք է տա։ Իսկ մենք գործություն ստացվում է, արդեն մի քանի ամիս էլ պաշտոնավորում է պարոն Կոկասյանը, հնարավորություն տեսնում եք, որ ձեր ծրագրերը, այսինքն այն տեսլականները, որ ունեք, կարողանաք կյանքի կոչել, քաղաքային։ Մենք Ընդրություններում ստացել են 17200 ձայն, որը այդ մարտիկ ձայն են տվել մեր նախընտրական ծրագրին, մեր քաղաքական ուժին։ Մենք մեր ավականիները այնտեղ ընդդիմություն են ու ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան մեր նախընտրական ծրագրի դրույթները կյանքի կոչել։ Ինչքանով կստացվի, ինչքանով չի ստացվի, չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, բայց ամեն դեպքում այդ նախընտրական դրույթները միտված էր իշա քաղաքի, իշա Գյումրեցու ու Գյումրու զարգացման տեսլականին։ Շատ ցանկալի կլինի, որ այդ նախընտրական դրույթները կյանքի կոչվեն, առանց նայելու ընդդիմություն են թե իշխանություն։ Այդ էլ եմ ասում, միակ շահողը այդ ամեն ինչից Գյումրին ու գյումրեցին պիտի լիներ։ Համագործակցությունը Գյումրին Շիրակի մարզպետի աշխատակազմի համար 5-6 համայնքներից մեկն է եւ ոնց որ մենք աշխատում ենք մնացած 5 համայնքների հետ, այդ նույն ձևով աշխատում ենք Գյումրու քաղաքապետարանի հետ, մենք պաշտոնական օրենքի սահմաններում, մեր լիազորությունների սահմաններում, մենք պաշտոնական փոխհարաբերությունները կան, բնականաբար այդտեղ որևէ խնդիր չի կարող լինել, որևէ քաղաք չի կարող զարգանալ առանց կենտրոնական իշխանության, իսկ կենտրոնական իշխանությունը վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու է, այդ մասին նույնիսկ քննարկումը անիմաստ է, այն աշխատանքները, որոնք Գյումրու համար արվել են, շարունակվելու են ու բազմապատկվելու են, որովհետև եթե գիտեք ու հիշում եք Գյումրիում քաղաքացիական պայմանագիր իշխանությունը երբևիցե քաղաքապետ չի ունեցել, բայց որևէ մի պայել չի դատարել Գյումրուն ուղղված ծրագրերը եւ ֆինանսական միջոցները օր-օրի չավելացնել, նույն դոտացիաները, սուբվենցիոն ծրագրերը, տարածքային զարգացման հիմնադրամի կողմից արվող աշխատանքները նույն ձևով շարունակվելու է, որովհետև այն աշխատանքը, որը արվում է, կոնկրետ ոչ քաղաքապետի համար, ոչ քաղաքապետարանի, ոչ ավականիների, այն աշխատանքը, որը արվում է մեր որտեղ գրած դիրքորոշումով տարածքների համայնքների համաչափ զարգացման, այդ աշխատանքներն արվում են իշա քաղաքի, իշա Գյումրեցու, իշա ժողովրդի։
Արոն Արոշանյան, նմանատիպ բնական աղետները վերադառնանք մեր հարցին էլի հիմնական բնական աղետները ցույց են տալիս թե որքան խոցելի է հատկապես Գյումրին 4-րդ կարգի վտարայնություն ունեցող աստիճանի շենքերի հետ կապված, քանի որ անմիջապես հենց հարևանությամբ այդ կիսաքանդ շենքն է ու նմանատիպ քամիները պարզապես բախտերս բերեց որ այդ շենքերին չէ։ Ինչպիսի լուծում եք տեսնում, որովհետև տարիներ շարունակ չաչակված թեմա է ու հենց նման աղետների ժամանակ այդ հարցը ավելի սիրվում։ Այդ հարցը նաև իմ համար ոչ թե մենակ սրվում է, այլ կոնկրետ Անդարավան 26-ի մյուս շենքի բնակիչները եղանան նորից, բայց չէ Անդարավան 26-ին իմ համար նաև անձնական հարց է դարձել, որտեղ արդեն երկար ժամանակ զբաղվում եմ այդ շենքի խնդիրներով, չնայած մարզպետ դառնալուց հետո, նշանակվելուց հետո նաև զբաղվում եմ Տիգրան Մեծի Իսահակյանի ու այլ վտարային շենքերի հարցում այդտեղ կառավարության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանձնարարականով աշխատանքային խումբ կա ձևավորված, որոնք խորհրդակցություններ են տարբեր ժամանակներում անում, խնդրել եմ նաև այդ խորհրդակցություններին մասնակցությունը, որովհետեւ կարողանամ ես տեղում ներկայացնել թե ինչ վիճակ է մեր վտարային շենքերի հետ կապված, հիմի նորից սեյսմիկ ստուգումներ է արվում, որովհետև օրինակ երբ որ խնդիրը բարձրացրել էինք Անդարավան 26-ի, շատ շուտ արել էին եզրակացություն 3-րդ կարգի վտարայնություն։ Այնտեղ բնականաբար 3-րդ կարգ չէ, 4-րդ չէ, 4-րդից էլ ավել է, բայց փաստաթղթերով Անդարավան 26-ը համարվում է 3-րդ կարգի սեյսմակայունության շենք։ Տիգրան Մեծի շենքի մի հատվածը ամբողջությամբ փլված է, բայց այնտեղ էլի սեյսմիկ վտարայնության խնդիր կա։ Այսինքն հիմի հանձնարարված է, պատվիրված է, որպեսզի շատ լուրջ բան անեն, ուսումնասիրություններ անեն վտարայնության չափը հասկանան, որտեղ օրենքի հետ կապված խնդիրներ կա այդտեղ։ Բայց այս ամեն ինչը ամեն անգամ խոսում ենք, ու այն մեր բնակիչները այդ շենքերի հիմի նայում են ու իրանց կյանքում որևէ բան չի փոխվել։ Այդ իհարկե ցավալի է ու գուցեև իմ վատ աշխատանքի արդյունքն է, որի համար ներողություն եմ խնդրում բոլոր մեր վտարային շենքի բնակիչներից։